Սիրելի տաղուշցիներ, ողջունում եմ ձեզ։ Պարոն Վահագն Ալեքսանյանը մի կարևոր բառ վանկարկեց, ելույթս ուզում եմ սկսել այդ վանկարկումով։ Խաղաղություն։ Խաղաղություն։ Շնորհակալ եմ։ Սիրելի տաղուշցիներ, սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ի զորահանդես հաշվետվությունից հետո ընդդիմադիր դաշտը հոգեխանգարմունքի մեջ է և տարբեր խառը մտքեր են արտահայտում, իհարկե ավելի խելացիները լռում են, ավելի հեռատեսները, բայց մտքեր են հնչել, որոնց մի քանիսին ուզում եմ կարճ անդրադառնալ։ Նախ խոսել են երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության բանակը անվանել է որբ։ Որբ։ Սերժ Սարգսյան, որբ չէր արդյոք Հայաստանի Հանրապետության բանակը, երբ հազարավոր մարդիկ տասնյակ տարիներով սպասում էին իրենց հասանելիք բնակարանին։ Ուր էիք տասնյակ տարիներ, պաշտպանության նախարարի, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելիս դու ու քո երկվորյակ եղբայրը, երբ մարդիկ տասնամյակներով սպասում էին իրենց բնակարանին, իրենց տանիքին։ Այդ հարցերը լուծում են գտնում Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։ Ու այո, սա այն տարբերությունն է, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Նույն երկվորյակը նրա հարցնում են ինչ կարծիք ունեք զորահանդեսի մասին, ասում է խառը։ Դու դեռ շատ ես խառը լինելու, շատ երկար խառն ես լինելու։ Հունիսի 7-ից հետո ավելի խառն ես լինելու։ Նրանց հոգեզավակը նոր դեմքով հանդես եկող Սամվել Կարապետյանը, Ուժեղ Հայաստան կուսակցություն իրեն հորջորջող քաղաքական միավորը, մի քանի դեմքերի բերանով խոսել է զորահանդեսի մասին։ Նրանցից մեկը ասում է, դե գիտեք, երբ որ մենք գանք իշխանության, իրականում պետք է ասել իշտահիտ քացախ, որ իրենք գան իշխանության, սրանց նոստալգիան եմ ուզում ուղղակի ընկալեք, էլի, ասում է մենք մեր կապերի դաշնակիցների միջոցով էժան ու անվճար զենք կբերենք։ Սրանք ուզում են մեզ վերադարձնել 80-ականների իրենց ժանգոտած խճերկաթի դարաշրջան։ Ուրիշ կերպ չեն կարա մտածեն։ Մեզ ուզում են կանգնացնել նույն կոտրված տաշտակի առաջ։ Բայց ամենակարևորը, մեր միջազգային գործընկերներից մեկի հետ ամիսներ առաջ զրույցի ժամանակ, այս նույն անվճար զենքի մասին նա հետևյալ արտահայտությունը արեց, որ դա ժանգոտ և անպիտան է։ Ռժավայա ի նիկամու նի նուժնայա։ Սա բնորոշումն է այն բարեգութ երկրի, ումից իրենք սպասում են այդ օգնությունն ու աջակցությունը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ողորմության կարիք չունի։ Մենք ունենք պետություն, ունենք մեր քաղաքացիների հարկերի շնորհիվ ձևավորված բյուջե, որի արդյունքում ձևավորում ենք կարողություններ, որոնք պետք է պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անձեռնամխելիությունը։ Բայց որպեսզի ամբողջանա սրանց պատկերը, ինչպիսին են նրանք ու ինչ ձևով են արտահայտվում ու մտածում բանակի մասին, ուրեմն մայիսի 21-ին Կալուգացու կուսակցության մի ներկայացուցիչ հանդես է գալիս տեսաուղերձով, որտեղ նաև դեմքը փակած դիմակավորված մի անձնավորություն պատմում է, որ ջերմուկում դիրք են զիջել
Բնականաբար պաշտպանության նախարարությունը հերքումով է հանդես գալիս եւ դիմում ենք իրավապահներին գնահատական տան դրան։ Երեք քննչական կոմիտեն պարզել է, բացահայտել է, որ սա սուտ մատնություն է, արդեն կա մարդ, ով խոստովանել է, որ ինքը խաբել է, ստել է, ըստ էության սուտ մատնություն է կատարել, բայց կարևորը այս ամեն ինչը կազմակերպել եւ բեմադրել են ուժեղ Հայաստան կոչվող կուսակցության ներկայացուցիչները, Սամվել Կարապետյանի մանկլավիկները։ Դուք Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի նկատմամբ տեղեկատվական դիվերսիա եք իրականացնում։ Դուք դիվերսանտ եք։ Ամոթ ու խայտառակություն ձեզ, ամոթ։ Ու սրանց նմանները, սիրելի ժողովուրդ, սրանց նմանները մեր քաղաքական կյանքում անելիք չունեն։ Սրանց տեղը քաղաքական անցյալն է։ Իրենց նոստալգիկ հիշողությունները, 80-ականների ողորմությունները, սրանք էդ են։ Եվ իհարկե ակնկալիքս, որ հունիսի 7-ին կգնաք ընտրական տեղամասեր եւ կքվեարկեք խաղաղության օգտին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ։